Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր կներկայացնեմ արդեն հաջորդ շաբաթվա օրերի մանրամասն վերլուծությունը եւ կփորձենք հասկանալ ինչ օրեր ունենք, ինչպես կարող ենք պլանավորում կատարել, ճիշտ պլանավորում, համապատասխան օրվա նշանակության եւ օրվա էներգիաների, որպեսզի ստանանք մաքսիմալ արդյունք մեր նախաձեռնություններում։ Հիմա կիսվեմ իմ պրեզենտացիայով և սկսենք։ Այսպես։ Ուրեմն, մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը, որ կենդանակերպի տարում եք ծնվել, լավ կլինի, որ սկանանեք այս QR կոդը, դրանից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ծննդյան տվյալները, սեղմում հաշվել, դրանից հետո արդեն կբացվի ձեր բացի քարտը։ Այս հատվածում, օրվա սյան վերևի հատվածում երևում է անհատական էլեմենտը և տարվա սյան ներքևի հատվածում արդեն կտեսնեք ձեր ծննդյան տարվա կենդանակերպը։ Եթե կառաջանան հարցեր, չեք կարողանա կողմնորոշվել, ապա դիտեք այս վիդեոն, այնի YouTube-յան ալիքում է, այստեղ մանրամասն խոսում եմ, թե ինչ է բազին և ինչպես կարելի է այն դիտարկել։ Եթե դրանից հետո կառաջանան հարցեր, ապա գրեք մեկնաբանություններում, ես կփորձեմ պատասխանել ձեր հարցերին և օգնել ձեզ իմանալ ձեր անհատական էլեմենտը։ Մինչ առաջ անցնելը, հիշեցնեմ, որ եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, եթե դիտում եք իմ վիդեոները, օգտվում եք այն ինֆորմացիայից, որ ես տրամադրում եմ, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ և կիսվեք մեկ անձի հետ այս վիդեոյով։ YouTube-ը դեռևս հուշում է, որ 60% հետևորդները, դիտորդները, ավելի կոնկրետ, դեռևս բաժանորդագրված չեն։ Իսկ եթե բաժանորդագրվեք, դուք դրանով կխթանեք ուրեմն ալիքի զարգացմանը։ Հիմա, շաբաթվա առաջին օրը դա ամսի 10-ն է, ամսի 10-ը մեզ մոտ հաջողություն բնութագրող օր է, օրը համարվում է դրական նոր նախաձեռնություններ, նոր ուսում սկսելու համար հատկապես, և օրը համարվում է շատ դրական հոգևոր պրակտիկաների իրականացման համար։ Օրը համարվում է դրական վիշապի, առնետի, կապիկի և աքաղի տարում ծնվածների համար, ոչ բարենպաստ է համարվում նրանց համար, ովքեր ծնվել են շան տարում։ Քանի որ շան տարում ծնվածների համար կոնկրետ այս օրը, հրեղեն վիշապի օրը, համարվում է անձնական կործանիչի օր։ Փորձեք շրջանցել այս օրը և կարևոր նախաձեռնությունները սկսել մեկ այլ օր։ Ամսի 11-ը մեզ մոտ ստացում, ուրեմն բնութագրող օր ունենք, ստացում բնութագրող օրերին ընդհանրապես ցանկալի ինչ-որ բան ստանալ, բառը հուշում եք, բայց ավելի կարևոր է ինչ-որ բան տալը, քանի որ տալիս ես, ստանում ես, էներգիայի փոխանակում է տեղի ունենում։ Մեզ մոտ ամսի 11-ը հրեղեն օձի օրն է, հրեղեն օձի օրը բավականին դրական օր է համարվում, կոնկրետ հենց ամսի 11-ին, ինչու, որտեղ կարող ենք իրականացնել գրեթե բոլոր տեսակի նախաձեռնությունները բացառությամբ ճանապարհորդություն, բժշկական ուրեմն հետազոտությունների համար է համարվում բարենպաստ և շենքի հիմքի քանդման համար համարվում է անբարենպաստ։ Մնացած բոլոր նախաձեռնությունների համար, ինչը կլինի փաստաթղթերի հետ կապված ստորագրություններ, նոր բնակարան տեղափոխվելու, նոր պաշտոն ստանձնելու, նաև ամուսնության համար, հանդիպումների համար, օրը համարվում է բավականին դրական օր։ Օրը համարվում է առավել դրական ցլի, օձի, ձիու, այծի, կապիկի և աքաղի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր յանն է։ Ամսի 12, 12-ին ունենք բացում բնութագրող օր, օրը համարվում է բավականին դրական օր, ցանկացած նախաձեռնության համար բացառությամբ բժշկական օգնություն փնտրելու, բժշկական ստուգումներ անցնելու համար, օրը համարվում է անբարենպաստ օր։ Հողեղեն ձիու օրն է, այն համարվում է անձնական կործանիչի օր բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են առնետի տարում, օրը համարվում է դրական վագրի, ձիու, այծի, շան տարում ծնվածների համար։ Առաջ անցնել է, հիշեցնեմ, որ օգոստոսի 12-ին և 13-ին անցկացնելու եմ Feng Shui ուրեմն master class, Feng Shui-ի նվիրված master class, որտեղ շատ մանրամասն ուսումնասիրելու ենք հարցեր, որոնք վերաբերվում են մեր բնակարանին, մեր աշխատավայրին, և
կքննարկենք, կհասկանանք, թե ինչպես է բնակարանը ազդում կյանքի հաջողության վրա, անձի հաջողության վրա, գործնականում, անձնականում եւ այլն։ Շատ հետաքրքիր մաստեր կլասերնելու, իդեպ մաստեր կլասը անվճար է, 2 օր անվճար մաստեր կլասը անցկացնելու եւ եթե ցանկանում եք միանալ, ապա մեկնաբանություններում գրեք էներգիա բառը, ես ձեզ կուղարկեմ մաստեր կլասի խմբին միանալու հղումը։ Անցնենք ամսի 13։ Ամսի 13-ը մեզ մոտ փակում օր է, էներգիաների մաքսիմալ պասիվությունն ենք, ցանկալի չէ օրը օգտագործել որևէ նախաձեռնություն սկսելու համար։ Օրը համարվում է մաքսիմալ անբարենպաստ ցանկացած նախաձեռնության համար, օրը համարվում է ինչ որտեղ դրական, ապաստակի, այծի, ձիու եւ խոզի տարում ծնվածների համար։ Փորձեք այսօրը չօգտագործել կարևոր գործեր սկսելու համար, նորից հիշեցնեմ, քանի որ օրը բավականին պասիվ է էներգետիկ առումով։ Ամսի 14-ը մեր մոտ հիմնադրում բնութագրող օր ունենք, մետաղական կապիկի օրն է, ինչ կարող ենք անել այսօրը, պաշտոնի ստանձնում, պարտքերի հավաքագրում եւ կարող ենք սկսել ճանապարհորդություն։ Այս 3 ուրեմն նախաձեռնություններից բացի որևէ այլ նախաձեռնություն ցանկալի չէ սկսել ուրեմն ամսի 14-ին, հա, օրը համարվում է մաքսիմալ անբարենպաստ։ Օրը ըստ կենդանակերպերի համարվում է դրական առնետի, օձի, վիշապի, կապիկի տարում ծնվածների համար եւ ֆինանսական առումով կրակյան անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն օգոստոսի 14-ին։ Ամսի 15։ Ամսի 15-ը մեզ մոտ մաքրում բնութագրող օր է, օրը կարող ենք օգտագործել այս անգամ միայն մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, ազատվենք ավելորդ իրերից, մաքրենք մեր տարածքը, մաքրենք մեր սենյակը, աշխատասեղանը, փաստաթղթերը, վերանայենք, ինչը որ պետք չէ դեն ենք նետում, ինչը որ պետք է պահում ենք, մի խոսքով մաքրենք մեր մտքերը, օրը ընդհանուր առմամբ համարվում է դրական մաքրման աշխատանքների համար։ Մետաղական ակաղի օրն է, օրը համարվում է դրական ցլի, վիշապի, օձի եւ ակաղի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով կրակ 9 անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կշահեն եւ օրը համարվում է բախման օրն ապաստակի տարում ծնվածների համար, փորձեք շրջանցել այս օրը։ Ամսի 16 ունենք լիություն բնութագրող օր, օրը համարվում է շատ դրական օր, գրեթե բոլոր տեսակի նախաձեռնությունների համար, ճանապարհորդություն, պայմանագրերի ստորագրում, բժշկական ստուգումներ, վերանորոգում սկսել, նոր տուն տեղափոխվել, ամուսնություն, մի խոսքով գրեթե բոլոր տեսակի նախաձեռնությունների համար համարվում է օրը դրական օր։ Առավել դրական է վագրին ապաստակի, ձիու եւ շան տարում ծնվածների համար, ջրային շան օրն է այսօր, եւ վիշապի տարում ծնվածների համար օրը համարվում է բախման օր, անձնական կործանիչի օր, փորձեք շրջանցել այս օրը, կարևոր նախաձեռնություններ մի սկսեք, եթե ձեր տարվա կենդանակերպը վիշապն է։ Եվ ֆինանսական առումով օրը համարվում է դրական հող յան, անհատական էլեմենտ ունեցող անձանց համար։ Հիշեցնեմ, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակի համար ես պատրաստել եմ հետաքրքիր վերլուծություն բոլորի համար։ Եթե ցանկանում եք ստանալ, ապա մեկնաբանություններում գրեք 2026, ես կուղարկեմ բոլոր մանրամասները։ Այսքանը գալիք շաբաթվա համար, ընտրեք բարենպաստ օրեր, կատարեք ճիշտ պլանավորում, որպեսզի ձեր բոլոր նախաձեռնությունները ունենան ավելի թեթև ընթացք եւ գրանցեք հաջողություններ։ Մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք եւ հիշեցնում, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք այս վիդեոյով մեկ անձի հետ։ Ամենայն բարիք, կհանդիպենք հաջորդ անգամ։